Առաջնալիքի ուղիղեթերում առավոտ լուսոն է և հաղորդման այս հատվածում ենք խոսելու ենք նոր մշակութային նախագծի մասին, որը նվիրված է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը։ Խոսքը եռալեզու պատկերազարդ կատալոգի ստեղծման մասին է, որում ամբողջական և համակարգված ձևով ներկայացված են հայկական եկեղեցիները։ Եվ ավելի մանրամասն կզրուցենք մեր հյուրի հետ, ով արդեն մեր տաղավարում է։ Գեորգի Ասատրյանը, լրագրող, կինովավերագրող, եվրոպական ժուրնալիստների միության անդամ։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Նմանապես։ Ինչ կատալոգ է սա։ Նայեք, մի փոքր սկզբից գամ, մի փոքր նախաբանով, գաղափարի եւ մեր մոտեցումների մասով։ Մենք ի սկզբանե տարբեր ընթացքներում դոկումենտալ ֆիլմերի նկարանումների ընթացքում շարքերի ժամանակ, տարբեր ճամփորդությունների ժամանակ ամեն անգամ բացահայտում ենք նոր հայկական եկեղեցիներ, նորովի, նոր ուղղությամբ, հետաքրքիր, ավելի նոր անկյունից ենք տեսնում այդ ամենը։ Ու ամեն անգամ ինձ մոտ միտք էր առաջ գալիս, որ այդ ամենը կարելի է կոնկրետացնել եւ ոչ թե միայն ընդհանուր ներկայացնել, այլ կոնկրետ եկեղեցիների մասով ներկայացնել։ Բայց արդյունքում որոշում կայացվեց, որ այդ ամենը փուլային ձևով գանք եւ սկիզբը լինի հայկական Հայաստանում եկեղեցիները, Հայաստանում։ Դրանից հետո արդեն տեղափոխվենք աշխարհի հայկական եկեղեցիները։ Եվ այսպես սկիզբը դրվեց այս Մատյանի կատալոգի, որ սկիզբը կլինի Հայաստանում հայկական եկեղեցիների։ Նմանատիպ կատալոգ մենք ունեցել ենք արդյոք թե չէ։ Նայեք, ընդհանուր առմամբ ես որոշակի ուսումնասիրություններ կատարել եմ, մասնակի տարբերակներ կան, որոշակի եկեղեցիներին ինչ-որ հատվածներին անդրադարձ կատարվել է։ Միգուցե գիտական աշխատանքներ, որոնք տես լույս դեռ չեն սփռվել, այդպես հնարավոր է, բայց որ ասեմ գրադարաններում, գրախանութներում զետեղված կոնկրետ համախմբված ամբողջական դեռ չեմ հանդիպել։ Ինչ-որ մասնավոր դեպքեր կան, բայց ամեն դեպքում ցանկացած նոր մոտեցում ավելի մանրամասն ներկայացնելը ինձ թվում է մեկ անգամ եւս ավելի ճանաչելի կդարձնի։ Կատալոգի հիմնական նպատակը ինչու՞մն է։ Նայեք, մենք մի քանի որ մենք զբոսաշրջիկներին ել ավելի մոտ շատ ճիշտ եք ասում, բայց ոչ միայն, որովհետև շատ դեպքերում սկզբից մենք մեզ համար, մենք ինքներս ենք փորձում ինչ-որ բան բացահայտել, որովհետև եթե դու լավ չգիտես ու չես մանրամասն տիրապետում քո գանձերին, դու ավելի լավ ու ճիշտ չես կարող ներկայացնել այս ամենը հյուրերին, զբոսաշրջիկներին։ Դրա համար սկզբից ոնց որ մենք մեզ համար ենք փորձում այդ ամենը բացահայտել, հետո արդեն ի աշխարհ, ի բոլորին ներկայացնել մեր կատալոգը։ Գլխավոր մի քանի հիմնական հիմնասյուների վրա ենք ուշադրություն դարձնելու։ Նայեք, մենք ընդհանուր առմամբ կատալոգը բաղկացած է մի քանի ուղղություններից, մի քանի մասերից։ Սկզբնական կարևորագույն մասերից մեկն է վիզուալ հատվածը, որովհետև այսօր մարդիկ ընկալումը շատ կարևոր է, մենք բոլորս ընկալում ենք աչքերով եւ վիզուալ պատկերները շատ կարևոր են։ Մենք շատ լուրջ ուշադրություն ենք դարձնում լուսանկարների հատվածին, շատ մանրամասն տարբեր ուղղություններով։ Դրանից հետո մյուս փուլը երբ որ կան եկեղեցիներ, կան կրոնական տաճարներ, որոնք մասնակի են պահպանվել, ինչ որ փլուզվել, մնացած այս բան։ Մենք այդ հատվածը փորձելու ենք գրաֆիկայի հնարավոր տեսքով վերականգնենք, որ մարդիկ տեսնելով պատկերացում կազմեն, ինչ տեսք է ունեցել ճարտարապետական, ինչ լուծումներ են եղել։ Իսկ դրա կողքը կլինի նաև ցուցադրել, թե ինչ տեսքի է հասել։ Այո, բնականաբար կլինի լուսանկար տարբերակով եւ կլինի գրաֆիկա։ Այդ անցումը, այդ երկուսի սինթեզը, որ մարդկանց պատկերացումը ավելի վառ լինի։ Դրանից հետո արդեն տեքստային հատվածը գիտական նյութերն են, որը այդ կարևոր բազային
հիմքն է հանդիսանում, որ ինֆորմացիան, ինչ տեղեկություններ կան գիտական հատվածով։ Եվ մյուս մասն էլ ասույթների տեսքով, ժողովուրդների պատմվածքների, լեգենդների մասով, որովհետև մենք ընթացքում միշտ դա ոնց որ լուսանցքից դուրս է մնում, որովհետև շատ հետաքրքիր եւ շատ գեղեցիկ մենք պատմություններ ունենք, որոնք եկեղեցիների մասին, այո, որոնք այտենց ժողովրդական պատմություններ են։ Ինքս ճամփորդելով տարբեր երկրներում միշտ ականատես եմ լինում, որովհետև նույնիսկ, այսպես ասեմ, նույնիսկ գրական ստեղծագործությունը այնպես են բարձրացնում, այնպես են մի մեծ փաթեթավորում, որ ամբողջ աշխարհը զուտ գրական ստեղծագործության հիման վրա զբոսաշրջիկների հոսք է ապահովում։ Իսկ մեր պարագայում մենք ունենք հստակ եւ ավելի հետաքրքիր ասույթներ, լեգենդներ, դա էլ գիտականից անկախ լինելու այդ հատվածը, որ ներգրավենք երիտասարդներին էլ, մարդկանց հետաքրքրությունը ավելի շատ շահագրգռվի։ Քանի եկեղեցի է ներառելու։ Մի քիչ ժամանակա ցույցից ելնելով, գիտեք ինչ, մի քիչ կախված աշխատանքից, մենք փորձելու ենք փուլերի վերածենք, փուլեր է լինելու, այսպես կոնկրետ մի քիչ կդժվարանամ, ասեմ, առաջի համարում, առաջի բաժնում ինչքանի եկեղեցիներ են լինելու, որովհետև նայեք, կախված նյութից, կախված ծավալից, շատ դեպքերում ինչ-որ բան պլանավորում ենք, հետո գնում ենք, ուսումնասիրում ենք, ուզում ենք, բայց ամեն դեպքում միջից ծավալները պետք է ավելի շատ լինի, որովհետև մի քանի փուլերի է վերածելու եւ պլանավորում ենք եռալեզու տարբերակ։ Դե դա բարձ է, ու շատ կարևոր, բայց հետաքրքիր է, արդյոք ձեր ուսումնասիրությունները արդեն հասել են այն փուլին։ Կարծում եմ, եթե մենք խոսում ենք արդեն կատալոգի մասին, վստահ եմ այդ փուլին էլ հասած կլինեք, Հայաստանի Հանրապետությունում քանի եկեղեցի կա։ Ճիշտ ասած, ես մի քիչ այդ շատ կարևոր եւ քննարկելի թեմա է, որովհետեւ ես մի փոքր հիմա կդժվարանամ, ինչի եմ ասում, որովհետեւ ընթացքում մենք անընդհատ հանդիպում ենք մասնագետների հետ, հոգեվորականների, փորձում ենք բոլոր կառույցների հետ, եթե հնարավոր է ինչ-որ ձև առնչություն կա, պետական արխիվի հետ, հուշարձանների պահպանման կոմիտեի հետ, մայրաթոռի, ուզում ասեմ, հնարավորինս փորձում ենք այտենց բազմաշերտ ուղղությամբ քննարկում կատարենք, այս պահին մի քիչ թվերի մասին, երկրորդ փուլի մասին նույնպես խոսենք, որտեղ առաջին փուլը դուք ձեր խոսքում նշեցիք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիներին եք ուզում անդրադառնալ, որը հասկացանք մի քանի փուլով է նաև լինելու կատալոգները, հետո անդրադառնալու եք այն եկեղեցիներին, որոնք Հայաստանից դուրս են գտնվում։ Այո, շատ ճիշտ է։ Աշխարհով մենք ունենք այդ հրաշքները։ Շատ ճիշտ եք, մենք մեր նախագծերի ընթացքում հայկական հետք ամբողջ աշխարհում դոկումենտալ ֆիլմաշարի ընթացքում մենք անդրադարձ փուլային կատարում ենք հայկական եկեղեցիներին, բայց այսպես համախմբված եւ կենտրոնացված դեռ չունենք։ Ուստ այն այս հատվածները վերջացնելուց հետո մենք անդրադարձ կկատարենք արդեն աշխարհի եկեղեցիները, կարծում եմ կսկսենք եվրոպական մասից, որովհետեւ մեր այցելությունները շատ են եղել եւ ինֆորմացիան արդեն իսկ արխիվային նյութերը մեզ մոտ հավաքվել են, ուստ այն սկիզբը կկատարենք արդեն եվրոպական մասից։ Առաջին կատալոգը երբ եք պլանավորում լույս ընծայել։ Դա էլ իմ համար շատ ցանկացած նախագծերի մեջ իմ մոտ ցավալի հարց է, որովհետև դու դրում ես ժամկետներ, ինչ որ բաներ ես պլանավորում եւ տեխնիկական հարցերից ելնելով եւ միևնույն է նյութի մասով, այնպեսի նոր բաներ են առաջ գալիս, որ զգում ես, որ ժամանակը այն քո պլանավորածից շատ ավելի է անցել։ Մոտավորապես հստակ ժամանակացույց այս կարծում եմ հուսով եմ այս տարի կվերջացնենք, հուսով եմ, որովհետև դա երկու ուղղություն ունի, ես միշտ ասում եմ, եւ բացասական եւ դրական։ Եթե թեման ձգձգվում է նյութերի եւ ինֆորմացիայի տեսքով, նշանակում է ավելի հարուստ եւ ավելի խտացված նյութ է լինելու եւ նախագիծ է լինելու։ Այս միայն ոնց որ ասած այս ուղղությամբ, բայց հուսով եմ, որ այս տարի կավարտենք, որովհետև համատեղության մենք մի քանի նախագծերի վրա ենք աշխատում, այսպես ոնց որ փորձում ենք բոլորը ժամանակին Ձեր դիմաց սեղանին դրված է ինչ։ Այո, սա
շապիկն է։ Այո, գրքի շապիկն է եւ վերնագիրներ, երբ քարերը աղոթում են, իր մեջ ավելի համ հողային, համ փիլիսոփայական մոտեցում ենք ցուցաբերել, որովհետև մեզ համար եկեղեցիները ոչ միայն եղել են կրոնական, այլ ինքդ համախմբված մի տարբերակ, մշակութային, կրոնական, հոգևոր մեր ինքնության բացահայտման ոնց որ հիմքն է եղել եւ միշտ մենք ոնց որ դա հիմնասյուներից մեկն է եղել մեզ համար մեր ինքնության դրա համար երբ քարերը աղոթում են նույնիսկ մեր եկեղեցիների քարերի մեջ այնպիսի էներգիա, այնպիսի հոգևոր խորհուրդ կա, որ նույնիսկ քարերը աղոթում են այսպես Գեորգի, շնորհակալ ենք, բոլորը մեզ հետ սկսեցիք, ձեզ հաջողություն ենք մաղթում եւ գուցե արդեն պատրաստի կատալոգի մասին խոսելու առիթ եւս ունենանք մեր տաղավարում։ Շատ շնորհակալ եմ ձեզանից։ Իսկ մենք շարունակում ենք երաժշտությամբ։ Սիրով